Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում դատախազությունը դատարանից պահանջել է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 38 ընկերություններում ունեցած մասնակցություններ։ Պահանջվող գումարի ընդհանուր չափը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ըստ դատախազության ներառում է ապօրինի եկամուտների մնացորդը, ծախսերը, փոխառությունները եւ այլ գույքային արժեքներ։ Հայաստանն անցնում է նոր սերնդի անձնագրերի, սկսվել է դրանց լայնածավալ արտադրությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդներում այցելել է Ingroup ընկերության արտադրամաս, որտեղ ավարտական փուլում են Հայաստանի նոր անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման աշխատանքները։ Վերջնականացվել են փաստաթղթերի տեխնիկական եւ դիզայնի հետ կապված լուծումները։ Նոր փաստաթղթերն անցնելու են խիստ որակի ստուգումներ եւ սերտիֆիկացում, իսկ արդեն աշնանը քաղաքացիները դրանք կկարողանան ստանալ Երևանում ու մարզերում գործող նոր գրասենյակներից։ Հայկական ձուկը եվրոպական շուկա արտահանելու համար կառավարությունը նոր կարգ է սահմանել։ Այսուհետ Հայաստանի ձկնարտադրողները Եվրամիության երկրներ ձուկ արտահանելու համար պետք է անցնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգում եւ գրանցվեն Եվրամիության Traces վերահսկման համակարգում։ Թեև Հայաստանը դեռ 2025 թվականից ստացել է Եվրամիության շուկա թեփուկավոր ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվություն, գործնական մեխանիզմները մինչ այժմ հստակ սահմանված չէին։ Նոր կարգը ըստ կառավարության կօգնի արտադրողներին օգտվել եվրոպական շուկայի հնարավորություններից, ընդլայնել արտահանման ուղղությունները եւ արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Կառավարությունը 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսներ կգնի Firebird AI-ից։ Կոտայքի մարզում արհեստական բանականության եւ գերհզոր հաշվարկների տարածաշրջանային կենտրոն հիմնելու համար։ Ծրագրի նպատակը Հայաստանը AI ենթակառուցվածքների կարևոր հաբ դարձնելն է։ Պետությունը ծրագրին կուղղի շուրջ 958 միլիոն դրամ, իսկ ձեռք բերվող ռեսուրսներից կօգտվեն ստարտափները, բուհերը, հետազոտական խմբերը, մասնագետները եւ պետական կառույցները։ Բացի այդ, Firebird AI-ն ազատվել է 2.9 միլիարդ դրամի մաքսատուրքերից, ինչը կառավարության կողմից դիտվում է որպես խոշոր տեխնոլոգիական ներդրում Հայաստանի ապագայի համար։ Իջևանում կառուցվել է UEFA-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ։ Կառավարությունը 57.7 միլիոն դրամ գումար է հատկացնելու Տավուշի մարզկենտրոնում կառուցվելիք մարզադաշտի համար անհրաժեշտ հողատարածքի ձեռքբերման համար։ Ծրագիրն իրականացվելու է մարզական ենթակառուցվածք ստեղծելու եւ 2029 թվականին Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվելու շրջանակում։ Ավելի վաղ նույն նպատակով կառավարությունն արդեն հատկացրել էր շուրջ 330 միլիոն դրամ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։